Այսօր կենտրոնի քրեակատարողական հիմնարկից Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք։ Քանի որ վերջին շրջանում փորձ է արվում բարեգործությունը ներկայացնել այլ մեկնաբանություններով, ուզում եմ իմ մտքերը ներկայացնել այս կարևոր հարցի վերաբերյալ։ Տարիներ առաջ ասել եմ ու հիմա վերահաստատում եմ, բարեգործությամբ երկիր չես պահի։ Երկիրը զարգանում է ճիշտ տնտեսական քաղաքականությամբ, նոր ստեղծվող աշխատատեղերով, նոր տնտեսական հզորություններով, առողջ տնտեսական միջավայրերով և կառավարման էֆեկտիվ համակարգերով, բայց բարեգործությամբ դու կարող ես օգնել հազարավոր մարդկանց, կարող ես օգնել մշակույթի, գիտության, կրթության, սպորտի և այլ ոլորտների զարգացմանը։ Դու կարող ես փրկել կյանքեր, կառուցել եկեղեցիներ, տպագրել գրքեր, նկարահանել ֆիլմեր, հնարավորություններ ստեղծել կրթություն ստանալու, բեմադրել ներկայացումներ, անել այլ կարևոր գործեր, ամբողջ աշխարհում այդպես։ Եվ խնդիրն ամենևին փողի չափի մեջ չէ։ Ես գիտեմ հարյուրավոր հայ տղերքի, ովքեր հենց սկսել են կայանալ, ձգտել են իրենց քաղաքի կամ գյուղի համար մի բարի բան անել, փառք ու պատիվ նրանց։ Նրանց կողքին մենք գիտենք Մանթաշովի անունը, որի շնորհիվ բազմաթիվ հայ տաղանդներ կրթվեցին աշխարհով մեկ ու հայ ժողովրդի անունը բարձր պահեցին։ Մենք գիտենք Քրքոյանի անունը, որը իր պատմական հայրենիքին ահռելի գումարներ նվիրաբերեց։ Մենք գիտենք Սամվել Կարապետյանի անունը, որն իր բնավորության համաձայն առանց բարձրաձայնելու Հայաստանում և Արցախում արել է աննկարագրելի ծավալի բարեգործություն։ Եվ իմ արածների մասին չեմ խոսի։ Ինչ եմ արել ես Հայաստանում, պատմությունը կգնահատի, ամեն ինչ եղել է բոլորի աչքի առաջ։ Բայց մի թեմա պիտի բացեմ։ Երկար տարիներ ինձ մի միտք էր տանջում, ինչու պետք է միշտ միայն Սփյուռքը օգնի Հայաստանին։ Մենք ունենք հայկական աշխարհ և եթե աշխարհի տարբեր հատվածներում հայերը ժամանակ առ ժամանակ ունենում են օգնության կարիք, ինչու է Հայաստանից որևէ մեկն օգնության ձեռք չմեկնի։ Եթե անկախության սկզբնական շրջանում դա ուներ բացատրություն, ապա հետագայում սա իներցիոն սխալ էր, ընդ որում կոպիտ սխալ։ Մի պահից ես որոշեցի փոխել այս ավանդույթը ու որոշեցի ինքս լինել հայաստանցի այն բարեգործը, ով օգնում է աշխարհի տարբեր ծայրերում դժվարության մեջ հայտնված մեր հայրենակիցներին։ Այդպես ես Հայաստանում ծնված ու կայացած Գագիկ Ծառուկյանս օգնել եմ պատերազմի ճիրաններում հայտնված Սիրիայի մեր հայրենակիցներին, Լիբանանի մեր հայրենակիցներին, Իրանի հայ համայնքին, Մերձավոր Արևելքի տարբեր երկրների հայ համայնքներին, տարբեր երկրների ֆինանսական խնդիրների առաջ հայտնված հայկական վարժարաններին, դպրոցներին, աշխարհի տարբեր երկրներում մեր եկեղեցիներին ու հայկական համայնքներին։ Հայկական աշխարհի միասնականությունը նաև նման քայլերով է ստեղծվում և ամրապնդվում, երբ աշխարհի ցանկացած ծայրում դժվարության հանդիպած հայը ստանում է հայրենիքի հայի աջակցությունը։ Նորից եմ կրկնում, բարեգործությունը փողի չափի հետ կապ չունի, բարեգործությունը օգնում է ձևավորել ավելի լավ հասարակություն, իրար հարգող, իրար օգնության ձեռք մեկնող հասարակություն։ Ես տարբեր առիթներով ասել եմ, որ չի լինում մենակի երջանկություն, պարզապես չի կարելի ապրել խոզի նման, մտածել միայն սեփական շահի մասին ու անտարբեր լինել քո երկրի, քո ժողովրդի հոգսերի հանդեպ։ Ես մեծացել եմ դժվար ապրող, համեստ ապրող ընտանիքում, բայց տեսել եմ, որ մայրս հացի մի կտորը միշտ առանձնացնում էր ավելի վատ ապրողների համար։ Ես ինչ արել եմ իմ երկրի համար, քիչ եմ արել, դա Աստված կանեմ ավելին, իմ որդիները վստահաբար կանեն նույնը։ Բարեգործություն բառացի նշանակում է բարի գործ, բարի գործն առաջին հերթին բարի մտադրություն է հանուն երկրի, հանուն ժողովրդի ապագայի։ Դա սրտից բխող ձգտում է, որ ամեն մեկը իրականացնում է իր կարողությունների չափով։ Բարի մտադրությունների խրախուսումը կարևոր է երկրում մթնոլորտը փոխելու համար։ Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար։ Սրա հակառակը պառակտումն է և թշնամանքը, որը Հայաստանի համար կործանարար է։ Այսօր, օգոստոսի 10-ին, 26 թվական, հայտնել է իր ուղերձը կենտրոն քրեակատարողական հիմնարկից բարեգործ Գագիկ Ծառուկյանը։ Նյուզայեմի տեղեկություններով ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին Արգամ Աբրահամյանը, ՆԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀԱԾ աշխատակիցների կողմից կատարած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ
2023 թվականի ապրիլի 30-ին Երևանի քաղաքի Միասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարած ՍՎ-ի սպանությունը պարտվիրել էր Արտաշատ համայնքի նախկեղեկավար արժանախ պատգամավոր ԱԱ-ի կողմից։ Մասնավորապես պլանավորած համակողմանի ապացուցողական վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԱԱ-ն կնոջը էծեին կասկածելով ավետարանի հավատքի քրիստոնյա ներկրոնական կազմակերպության անդամ հոգևոր հովիվ ՍՎ-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև նրան խոշոր գումարներ տալու մեջ վրեժխնդրի լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել ՍՎ-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական եւ անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի իր անվտանգության աշխատակից ԳՀ-ի միջոցով, այնուհետև ԱԱ-ն օգտագործելով ԳՀ-ի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինչպես նաև վերջինիս իր հանդեպ ունեցած հավատարմությունը եւ պատրաստակամությունը հանձնարարել է նրան դրդել կյանքից զրկել ՍՎ-ին։ ԱԱ-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով ԳՀ-ն 23 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Միասնիկյան 2 հատվածում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է ՍՎ-ին։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննչի միջնորդության հիման վրա հսկվող դատախազի որոշմամբ ԱԱ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 46-ից 155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով պատվերով սպանություն կատարելուն դրդելը։ 26 թվականի օգոստոսի 8-ին քննչի որոշման հիման վրա ՀԱԾ աշխատակիցների կողմից ԱԱ-ն ձերբակալվել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։ Գագիկ Ծառուկյանի ներկայիս կարգավիճակը կարծում եմ որևէ մեկի համար գաղտնի չէ։ Որոշ ժամանակ առաջ նրա օգնականը Լիաննան հրապարակել էր տեսանյութ ու խոսել, թե ինչ իրավիճակում է գտնվում այս պահին պարոն Ծառուկյանը։ Լիաննան անդրադարձել էր նաև բոլոր այն մարդկանց եւ հայտնիներին, ովքեր որևէ ձևով չեն խոսում բարձրաձայնում ներկայումս տիրող անարդարության մասին։ Մի մասն էլ խոսում է, որ այս ամենը պարզապես շոու է եւ մի օր վերջը գալու է տվյալ շոուի։ Շատերը քննարկում են պարոն Ծառուկյանի ձեռնաշղթաների փոքրությունը, մի մասը պահանջում է մեծ ձեռնաշղթաներ պատվիրել, որպեսզի նման իրավիճակում պարոն Ծառուկյանը չհայտնվի։ Սակայն մենք ներկայացնում ենք այս պահին Տիկին Ջավահիր Ծառուկյանի ծննդյան օրվա հետ կապված որոշ մանրամասներ։ Գագիկ Ծառուկյանի տիկտոկյան հարթակում հրապարակվեց տեսանյութ, որտեղ վերջինս շնորհավորում է իր տիկնոջը։ Տեսանյութում հրապարակված են լուսանկարներ Ջավահիր Ծառուկյանի, նրա թոռների եւ ընտանիքի հետ։ Տեղադրված է երգ, որտեղ շատ ջերմ բառերով շնորհավորում են վերջինիս ծննդյան տարեդարձ։ Այս տարի ըստ ասեկոսների Ջավահիր Ծառուկյանը բավականին տխուր եւ նեղ շրջապատում է անցկացրել իր ծննդյան տարեդարձը։ Իսկ մենք հրապարակում ենք տեսանյութն առանց մեկնաբանության։